Նախապես ասեմ 25 պլյուս, կան 30 պլյուս, 18 պլյուս, կուլտուրական չի լինելու, այս խոսալս։ Ինչի մար կուլտուրական չի լինելու, որտև միատ շատ պարզ պատճառով, մի քանի բոզի բալը հաբրգել են YouTube-ի մեջ, հմենին պարև, ու մի շարք խլինքները կերած մեծացածներ մտածում են, որ եթե իրանց հետ մարդիկ խոսում են կուլտուրական ֆորմատով, իրանք կարան ինչ ասես էշեշ խոսան, որից մեկը ով է, եպիսկոպոսներից մեկը, ով միացել է Հայաստանի ոչ պարով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եկեղեցու բարեփոխման ծրագրով, չէ՞, ահա, այն մարդ ասում եմ լավ, միացել է, այդ մարդիկ իրանց ճիշտը դրա մեջ են գտե, կուլտուրական բան, էլի, բան չեմ ասել, քֆուր չեմ արել, ասել եմ իմ եկեղեցու հոգևորականներն են, բայց, այսօր միացած մետրու կեսանոց, ով իր հոգևոր ողջ այդ աստիճանակարգը ստացել է իր շնորհիվ նրա, որ ինքը եղել է եպիսկոպոս Պռոշյանի ինգերը, եկի դու ես Գևորգ, դու հոգևոր կյանքում քո այդ բոլոր աստիճանակարգերը ստացել ես իր շնորհիվ նրա, որ եղել ես Պռոշյանի ինգերը, ով հիմա բանտարկված է Նիկոլի կողմից։ Դու պատասխանելով լրագրողի հարցերին, քո ձեռը վերցելով քեզնից երկու անգամ ավել մեծ գավազան, ինչ ես ասում, ապեջան, կփորձեմ քեզ կոպիտ քֆուր չանեմ, ոչ թե կփորձեմ քեզ չկոպտեմ, բայց քո ասածին դու պետք է հիմնավոր պատասխան տաս։ Ցիտում եմ Գևորգ Սարոյանին, եպիսկոպոս, ասում է, ով մեզ անվանում է տիրադավ, ուրեմն ինքը հայրենա վաճառը։ Քո խոսքերն է, այսօր ես ասել։ Այսինքն, մի րոպե։ Հլարի մի փոքր ես ու դուս են զաուշնի մանրանանք, Սարոյան։ Տիրադավ, ինչ է նշանակում տիրադավ, տիրոջը դավող, ուրացող, չէ, դավել, ուրանալ։ Այդ բառի արմատն ու, չգիտեմ, ածանցները այդ իմաստն են պարունակում։ Դու ոչ մեկին չես դավել, դու ոչ մեկին չես դավաճանել, այդ թվում նաև վեհապարին, հա? Չես դավաճանել։ Երբ որ հիմա ես քեզ փորձեմ օրինակ բերեմ, ասեմ, դու հավատարմության երդում ես տվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ երդում ես տվել Սուրբ Խորանի առաջ։ Դու կասես վեհապարը իմ Տերը չի։ Ես նայում եմ վեհապարին, տեսնում եմ, որ եկեղեցին քո բառամթերքով եմ ասում, պետք է մաքրազարդվի վեհապարից։ Լավ, հարց չկա։ Վեհապարը քո Տերը չի, բայց դու վեհապարի ձեռամբ, վեհապարի օրհնությամբ, վեհապարն այդ քո ձեռի գավազանը բերե տվե քեզ, արա։ Այդ տղա։ Այդ քեզից բոյով գավազանը, որ ցես քրքաշ եթեմ ես, այ վեղարավոր հայրենադավ։ Վեհապարի ձեռով է ստացել, վեհապարի օրհնությամբ, վեհապարի դաբրոյով, չէ, դու կարաս ասես վեհապարը իմ Տերը չի, լավ հարց չկա, դու կարաս ասես, ես երդում եմ տվել եկեղեցուն, մեր Տեր Աստվածն է իմ Տերը, ճիշտ է, հարց չկա, ընդունում եմ, բա, Աստծուն խես դավաճանա, հե, Աստված չի ասեմ մի շնանա, Ատենց պատվիրանք ասված չի մեջ, անչ ես քոն գերոշ կնգան տոմպ է արա, հե, կայնել էր ձեռը կրակներ ընգեգ է որ, հա, հեռախոսած լույսը կա, չէ, համացանցի մեջ, որ ասպես ատենց ստացվեց, անչի, ուրիշ տվող չկար, ուրիշ ազատ աղջիկ կամ կին չկար, որ դու քո սեռական հաճույքները բավարարեիր, կամ սեռական կարիքները, պետք է անպայման մտնել ուրիշի ընտանիք, հա, այդքանով հանդերձ դու մեզ բոլորիս ուզում ես համոզես, որ դու մտնելով ուրիշի ընտանիք փորձում ես մի մաքրազարդես իմ եկեղեցին, հա, այդպես ոնց ալը վրա, ընտանիք պաղծողը ոնց կարա մաքրազարդի իմ եկեղեցին, բացատեք հասկնամ,
ուրիշի ընտանիք մտնողը, ուրիշին դժբախտացնողը, ուրիշի կնգա վրա աշկ տնողը։ Ոնց ես կարող դու մաքրազարդես իմ եկեղեցին։ Բացատրի հասկնամ։ Հա՞։ Ոնց ալը կոմոտես ոնց է ստացվում։ Թե ասում ես մի հատ լողնամ կանցնի, մարդ չի իմանա դրա մասին։ Երեք առանց վեհապարի գովն անելու, առանց որևիցե մեկի գովն անելու, մտել էի Մոսկվայի հայ առաքելական եկեղեցու թանգարանային բաժին, իմ ընկերներին ու ոչ միայն ընկերներին ցույց էի տալի թանգարանում զետեղված պատկերները, չգիտեմ, քանդակները, չգիտեմ ինչերը։ Հեսա քեզ կանրադառնամ էլի, Գևոր, հեռու չտաս։ Մի քանի ուղերձ թոփալ խլինքազավարներ, ընձի գրում են կոպիտ ձևով այ ռասիկոց։ Քո նախագահ Պուտինն է ասել, որ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Մեր Նիկոլը ինչ աներ, ուրեմն լսեք։ Դոմփեմ ձեր Նիկոլի եղած չեղածը։ Եթե դուք ասում եք ձեր Նիկոլը հայրենասեր էր, հա, ու հայրենասեր է։ Նիկոլը Հայաստանի վարչապետն է, թե Ռուսաստանի նախագահի դերածոն, հասարակ հարց։ Ռուսաստանի նախագահան կանգնեց Արցախում, ասեց Արցախը Հայաստան է, թե վերջ, թե Նիկոլ Փաշինյանը։ Հա՞։ Հարց, հասարակ տրամաբանական հարց։ Եթե նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նախագահան, այդ կադրի ասել է, որ Արցախը Ադրբեջանի անկախտելի մասն է։ Բա լավ, որպես Հայաստանի, ոնց որ ինքնանշում սուվերեն երկրի ղեկավար։ Այն որ չէր գալի դիմավորեր Ռուսաստանի նախագահին, ասում էր ես նորընտիր վարչապետ եմ, հմեն պետք է գանիմ դուրն։ Բայց գալու է Ռուսաստան կուկուրուզա, շնչում աչի ուտեմ։ Մառապարատների ամասնակցեմ։ Բա մի հատ չի լավ ասեց, հարգելի գործընկեր, հարգելի Ռուսաստանի Դաշնության նախագահ, ես ինչ ես խոսում, դու նույնիսկ եթե դու ասում ես, որ դա Ադրբեջանի տարածք է, ես որպես հայ, եթե իրոք դու հայ ես, Նիկոլ Փաշինյան, ոնց որ ներկայացնում են քեզ քո աջակիցները։ Հստակ գիտեմ եւ գիտակցում, այդ հողը ազատագրված հայրենիքի մի մաս է, որը ազատագրվել ու պահվել է հազարավոր հայ տղեկի, տղամարդկանց արյան գնով, ինչպես նաև կանանց։ Բա հլներ ասեիր այդքանը։ Ես էլ ասեի, դոմփեմ հմեն, աբրի Նիկոլ Փաշինյան։ Քիչ ասիր։ Քիչ ասես ձեր Նիկոլը։ Այն որ ասում եք, բա ռասինը չի բան չես ասում։ Հա՞։ Հարց եմ տալի։ Էդի նշանակում է, որ քո հարևանը հլնի ասի քու կնիկեն բոզա, դու պետք է ասես համաձայն եմ, քո հետ համամիտ եմ։ Չես հլնի ասես, տո քուն եմ ելացած, քու կնիկն էլա բոզ, մերն էլա բոզ, տատն ու պապն են բոզ։ Հա՞։ Եթե դու ունես ինքնասիրության գործոն, բայց թե հարցը գնում է ազգային ինքնասիրության մասին։ Ասում եք Նիկոլը հայրենասեր է, Ռուսաստանը վատնա, Ամերիկան վատնա, հմել Եվրոպան լավն է, տնդելիքը տրանսներ են ման գալի, ոնց որ արդեն Հայաստանում։ Հլեք ասեիք։ Դու հլներ ասել ձեր Նիկոլ, հայրենասեր Նիկոլ Փաշինյանը, ու աջակիցներ այսօր իրար են ծծծնեմ, ասել եմ 25+։ Ընդ մի խումբ խլինքազավրներ գորում են, վարչապետ, լրագրող Լիա Սարգսյանն հրապարակ է։ Մի հատ կնիկ դեղին մազերով ասում է, չեք դες գորում, ես եմ վարչապետ։ Ճիշտ ասեմ, 3 միլիոն վարչապետներից մեկն է, ուղղակի կլիմաքսից քայքայված։ Այդ չեք խայտարակներ, այդ չեք դուք արա, ձեր տեսակով, ձեր մտածելակերպով, ձեր ընդհանրապես ուղղակի գորշ բջիջներով, եթե ընդ մենակ քացով պրեսարած խլինք չի լցած։ Այդ չեք դուք։ Այդ յութուբյան կոմենտ գրողներին։ Մեկն էլ գրել էր, դա կաթողիկոսի եւ եզրասի շնորհքը չի։ Ի տարբերություն երեք մուրցը ասեմ, Նիկոլ Փաշինյանի ես չեմ լսել մի անգամ վեհապարը, ում ես կարամ անձնապես չսիրեմ։ Մի անգամ հլնի ասի եկեղեցին ես եմ։ Հակառակը, ամանորյա ողջույնի ժամանակ ասում է, մեր եկեղեցին միշտ հարադև է մնալու, որտեղ եկեղեցին ոչ մեկի սեփականությունը չի։ Իսկ ինչ ասում ձեր Նիկոլ Փաշինյանը։ Ինչ ասեմ, կասեք, մեծ հիշեցրեք, էլի, ես նվաստս տկարս ուզում եմ հիշեմ։ Ինչ ասեմ։ Իշխանությունը ես եմ Հայաստանում։
ուզուրպացրել է Հայաստանում իշխանությունը, բայց ինքը համարվում է գործադիր իշխանություն։ Ինքը աշխատավարձ ներծծելով Հայաստանի բյուջեն եւ մեծացնելով Հայաստանի արտաքին պարտքը, Հայաստանի հարկատուների հաշվին։ Հելը ասում է ես դիկտատոր եմ, ինչ կուզեմ կենեմ, քունեմ հմեմ, բայց ինքը չի կարող այդ իր ասածն Էտա ձեն Նիկոլի ու Կաթխիկոսի տարբերությունը։ Մարդ ով ասում է եկեղեցին բոլորին է սա։ Իրա լավ ու վատ կողմերով հանդերձ։ Իսկ ձեն Նիկոլն ասում է կա տես մի հատ դատավոր, որ իմ ասածը կարա չանի, քանի որ ինքը շարքային դեղին լրագրող մամուլի պոռնիկ է։ Մանիպուլյատոր բոզ։ Էտա տարբերությունը։ Երկրորդ, Գևորգ հələ հերոք չտաս։ Հանգստացար դե արի։ Մերոպ է։ Այս սիգարետի վրա աստեն ազնիվ მე ვარ კერ მე უშ სიგარეტ բացեմ Ասում եմ քո ասացին որ ասում ես ով մեզ կասի տիրադավ հա ինքը հայրենա վաճառը դու ինչ ես անում օրինակ Միջև քո ու մի շարք եպիսկոպոսների հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Նիկոլ Փաշինյանը մի րոպե Մեր բոլորի հետ թվում նաև քո հայրաքելական եկեղեցին անվանեց Չուլան Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց Արշավ վեհարանի վրա որպեսզի ձերբակալի Միքայել Աջապահյանին Շիրակի թեմի առաջնորդին որի ընթացքում իմիջայլոց դու բաբելոնյան պոռնիկի բոզալացը դրած Փաստի արձանագրում լացը մեր էշմյազնի պատերի տակ արա Այդ աղա Դուք ինձ գուզում եք այս կերպարի մեջ էլի որ ասում եք քաքամ տակս վիճակ Կա չէ այդ կադրերը համացանցում Եկեք ինձ էլ բռնեք տանեք որդեք Այն կարգին հաղորդման մեջ որ ասում է հիշում ես չէ ինձ մենակ դոմփում ես Այդ կերպարի մեջ դու ներկայանում ես որպես իմ եւ մեր բոլորի եկեղեցու հոգեվոր սպասավորներից մեկը չէ Ես էլ նայում եի ազդվում եմ ասում եմ ախպեր հələ բոզի տղեն ինչ օրի է հասցրել իմ երկրի եկեղեցու հոգեվորականներին որ իմ հոգեվորական արա ինչ իրավունք ունի լացի Ինչ իրավունք ունի իմ հոգեվորական արա եկեղեցու պատերի տակ լացի իմ այն հոգեվորականով 1701 եկեղեցու ավանդությունն է բերե հասել ինձի Հա Վրես ազդում էր կատակ չեմ անում ոչ էլ նրանց իրոնիայով եմ ասում Բայց տեսօր հələ ասում ես ով մեզ կասի տիրադավ էնի հայրենավաճառը ես քեզ ասում եմ տիրադավ Դե ուբիդի տանա որ ես հայրենիք եմ ծախել Բայց ես կարամ ուբիդի տանա որ այն անհատականությունը այն սողունը ում դու դիմում ես պարոն վարչապետով Եվ զրկված լինելով թեմի առաջնորդի պարտականություններից հələ որ կարգալույս չլինելով ըստ էնդե կայնն պղծում ես ինչ եկեղեցիները քո վարչապետ կոչվածը ծախել է Արցախը Չես հավատա վերցրակարդա Պրահայի փաստաթուղթը որտեղ Նիկոլ Փաշինյանը կամ նայի համացանցային տիրույթը որտեղ ասում է այո ես սիտում եմ պոռնիկին գերագույն պոռնիկին ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86-6 ու այսպես քիթը քորելով ասում է դրա մեջ ներառյալ նաև Արցախը Ստորագրությունն է դրած այդ թղթի տակ Գևոր Հա Սարոյան Իմ թե Նիկոլ Փաշինյանի Հա բեջան Կասես մի հատ հասկնամ Բայց դու գնացել ես Արցախ հանձնող Ղախպի տղուն ասում ես պարոն վարչապետ Հիմա ես եմ հայրենա դավը, տիրադավը, հայրենավաճառը թե դու Քո սավտոբա որ ինքը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս Քո սավտոբա որ Գանձասարը, Ամարասը, մյուսը մեր վանական համալիրները, հա, պատմամշակութային մեջ ժառանգություն կրող, պատմություն իրանց մեջ կրող Համալիրները մնաց Ադրբեջանի ձեռքը, ով ներկայացնում է որպես ալբանական եկեղեցիներ, ով պղծում է, ով ջարդում է Հիսուս Քրիստոսի նկարները, մեր չգիտեմ հուշակոթողները, խաչքարերը։ Հա՞։ Կամ լրագրողը որ հարցատալի ասում են որ կոմպրոմատներ ունի ձեր վրա, Արթուր Վանեցյանի անունն է տալի, դու ինչ ես պատասխանում։ Ժամանակին թող հրապարակեր Արթուր Վանեցյանը։ Հետո ինչ։ Այսինքն ժամանակն անցնում է դու սա գալիս է մի հատ ժամանակաշրջան, որ դու քո ընկերոջ կնգան չես դոմփի արա։ Հա?
ուզում ես ասած ժամանակն անցավ, հմեն ինչ ընցավ, հա, մենք ազգովի ունենք հիշողության կորուստ։ Վաղը ես քեզ կարամ որպես խոսքի շարքային հայ, որպես հոգևորականի սրբադաս, մոռանամ, որ դու քո ընկերոջ կանգանես դոմփե ուրիշ բառ չեմ ուզում ասեմ։ Մոռանամ, որ համացանցում լսել եմ քո խոսակցությունը քո ընկերոջի հետ։ Մոռանամ, որ դու Նիկոլի հետ համահավասար մայրաթորի պատերի տակ վեհապար էիր ուզում վռնդեիր։ Իրոք, եկեղեցին ունի մաքրման կարիք ձեր նմաններից, քո մտածելակերպի տեր անհատականություններից։ Սմով մեզ կասի տիրադավ, ինքը հայրենա վաճառը։ Դու էդի չես կարա հիմնավորես ոչ մի ձև, այ թիզուկես։ Կոպիտ չեմ ասեմ, բայց որ բերանս բացեմ, չէ, եպիսկոպոս Սարոյան։ Երանի կտած, չգիտեմ, դոգի եթերներին, ատենց համեմատական անցկսնեմ, էլի, երանի կտած, որ մարդիկ հետ տելևիզիոն անջիտում են, ասում են ախպեր, տելևիզիոն անջիտի, հասավ մեր տներին։ Հասկացար ինչ եմ ասում, Գևոր, հա, որևիցե մեկը, որ կարա, ես իմ տեղն եմ խոսում, ինձ ասի հայրենա վաճառ, ես նրա տուն ու տեղը կծածացնեմ, իրա բոլորով հանդերձ, գերդաստանով, դու պետք է ուբիդի տնես, այո, ես ասում եմ դուք տիրադավ եք, դուք դավաճանել եք Աստծո Խորանի առաջ տված ձեր երդումը, եթե ոչ վեհապարին, ապա եկեղեցական երդումն եք դավաճանել, որտև այդ նույն գավազանը կրկնվել, քեզ տրվել է վեհապարի կողմից, քեզ տրվել է վեհապարի օրհնությամբ, բա, հիմի որ ասպես տիրադավ չենք մենք, ես որպես աշխարհիկ մարդ, նույն վեհապար հայրապետին կարող է 3, 4 կամ 5, հա, 6 անգամ ասացել եմ վեհապար տեր, որից մի 4-ը երևի ես եթերների մեջ, դու քանի անգամ ես քո ծառայության ու կյանքի ընթացքում վեհապար հայրապետին դիմե վեհապար տեր ձևաչափով, մինիմում 555 անգամ, չէ, բա ոնց ալնեմ, որ դու դիմել ես վեհապար տեր, այսօր ասում ես ինքը վեհապար չի, չէ լավ դու տիրադավ ես, արա, էլ եմ ասում, դուք մի օգտվեք նրանից, որ Հայաստանում ձևավորվել է մի հատ մթնոլորտ, որ գոյություն ունի կապիկախաղ, իշխանություն ընդդիմություն, կուլտուրական ձևաչափով, ագարկեն դու ես մաքսիմում։ Ատենց բան չկա, մոռցեք այդ ձևաչափը։ Հայաստանից դուրս կամ մարդիկ, նույն Հայաստանում կան մարդիկ, ով պատրաստ են, ասես չգիտեմ, ամենավերջի ձևի պաղցեն ձեզ, պաղցեն ձեր բոլորին։ Հասկանում եք։ Ու այդ մարդկանց մտածելակերպի մեջ արդեն վաղուց իջիք է դարձել այն խոսույթը, որ ես պետք է էսթետիկ խոսամ, էթիկայի հանձնաժողովով մի հատ քննություն տամանցնեմ, նոր Նիկոլին ասեմ կապիտուլյան բոզի տղա։ Ատես բան չկա, մոռցեք։ Քանի որ դուք լինելով հոգևորական, դուք մի անգամ չեմ տեսել ասեք, պարոն քնձխ։ TikTok-ում էլ եմ ասում, աղջիկ երեխեքը իրար մեր ու կնիկ են քրվում, մեր ու բալա են քրվում։ Աղջիկ երեխեն ազգությամբ հայ։ Մի անգամ ասել ես, Նիկոլ Փաշինյան, այս TikTok-ը մի հատ կարգավորեք, համացանցը կարգավորեք։ Հա? Այդ նույն աղջիկը վաղապ դիդառնա մեկի ընտանիքի հարսը, մեկի երեխաների մայրը, դա չի կարա մայր լինի։ Ասել ես մի անգամ։ Մի անգամ հարց տվել ես, այդ 10 եպիսկոպոսներ հետ, կամ ընդհանրապես, որևիցե մի հոգևորական, պատի ասեմ, մի անգամ հարց տվել եք, Արման Առաքելյանը մինչև հիմա ինչի է կալանքի տակ, մի անգամ հարց տվել եք, Պավլիկը խիա ձերբակալված, մի անգամ հարց տվել եք, ինչի մենք որպես ժողովրդավար երկիր ունենք այդքան քաղբանտարկյալներ, ովքեր սաղ դառել են Ժաննա Դարկը, հացադուլ, գործադուլ, չգիտեմ, խեռադուլ, եսի միջադուլ, մնաք մտածում են, որ գաղութի պորնիկին կարան հացադուլով վաղցնեն, առանց հասկնալու, որ սաղ պտի թողեն մի կողմ, ասեն դե Նիկոլ Փաշինյան, արի մի հատ տակից վերց, քո ոստիկաններով հանդերձ, քունեմ նավարդ։ Զգում ես, Գևորգ, դու մարդա մեկին ասում ես վարչապետ, ես ասում եմ քունեմ եղածդ։ Իմ ու քո տարբերությունն է դա։ Որտև դու աշկես փագում են դոկումենտի վրա, որ ինքն է ստորագրել։
Դու աշկ ես փակում նրա վրա, որ նույն բոզի տղուն Եռաբլուր Սուրբ Պանթեոնում ազգի մի մաս ասում էր առաջ չգաս, բոզի տղա։ Անդե երեդ վաղտ, հա, Գևոր, բախի չէ, քանի անգամ ես Եռաբլուր այցել է։ Եռաբլուրի պարկած տղեքը մի պա, որ սենց հարություն առնեն, հա, կանգնեն ոտքի ու նայեն ձեր արածին, ինչ կասեն Սարոյան։ Որտենա դու մի հատ քեզից բոյով գավազան վերցել ես, ասում ես ով ինձ կասի տիրա դավ, էնի հայրենա վաճառա։ Ու այդ տղեկը մի օրով ապրելով, հա, սենց մի հատ արագի մեջ իրենց աշկի առաջ այդ ողջ կատարվածը սենց մի հատ անցնի, ալիքի պես։ Ուտենան ինչ այլ է պատերազմից հետո։ Ոնց է մարդը մեկի երեխաների մայրը կայնի ասե, այո մենք ունեցել ենք 11,000 դավաճան։ Դու որպես հայ հոգևորական, այդ ընդունում ես որպես տարբերակ, որ ես ու դու այն ազգի ներկայացուցիչն ենք, ովքեր կարող ունենան 11,000 դավաճան իրենց ազգի մեջ։ Հա Գևոր։ Հա։ Բախես նեղվեմ, որ քեզ ասում են տիրադավ։ Հիմա կասես Նիկոլա, չի հանձնե Արցախը։ Նախկիններն են մեղավոր։ Տարբերակ։ Քո նման մտածելակերպ մանիպուլյատիվ մտածելակերպ ունեցող մարդկանց համար դա միակ խոսույթն է նախկինների ձվերից կախվելու։ Հարց չկա։ Քանի նախկինը դատվե։ Քանի Արցախում կռված, զոհված, բայրակթարի բաժին դառած, տաղու գլուխ կերած գեներալ Բոզի տղա է դատվե։ Պատասխանի։ Խոսում եմ որպես տղեն տղու հետ։ Հարց տվել ես Նիկոլ Փաշինյանին։ Հե՞։ Արա։ Ով մեզ կասի տիրադավ ինքը հայրենավաճառա։ Մեկ ինձ կասի հայրենավաճառ էլ եմ ասում, կհանվեմ կլարեմ այդ ողորմելու հետևից, անկախ նրանից թե ինքը որ սեռինա պատկանամ։ Սեռը կփոխեմ անվճար հիմունքներով, էլ եմ ասում, չշշկրվեք։ Դուք դավաճանել եք ոչ թե վեհապարին, ձևակերպեմ ձեր մտածելակերպին համապատասխան։ Դուք դավաճանել եք այն սկզբունքներին, այն երթումին, որոնք դուք տվել եք եկեղեցում Աստծուն։ Աստծուն եք տվել։ Դա որ ասում ես Վանեցյանը թո ժամանակին բաներ հրապարակեր։ Այդ կոմպրոմատները հրապարակեր։ Բա ժամանակին դու չգիտեիր, որ եկեղեցում կա ոչ առողջ մթնոլորտ։ Քիչ էիր խոսում։ Հե՞, Գևոր։ Սարոյան, քիչ էիր խոսում։ Խոսայր ախպեր։ Խոսայր, հենց ասեիր, արա, ես ես եկեղեցու հոգևոր սպասավորներից մեկն եմ, ես լավ գիտեմ քրիստոնեական դավանաբանությունը, ես դեմ եմ, որ խոսքի օրինակ, Գարեգին երկրորդն լինի կաթողիկոս, հենց խոսայր, խի չէիր խոսում, խեյրը թե աչը համբուրում ասում, Աստված օգնական վեհապարտեր, խեյր ասեմ, հե, դու կճոյանան մյուսն, խեյք այդ մարդու աչը համբուրում, արա, է որ ասма ուտրեմ պրիկազ վեչերը մատկած տարբերակնա ձեր մոտ, հա, վաղվար կարակ դուք բուդդիզմ քարոզեք Հայաստանում, ինձ ու հանրությանը փորձեք համոզել, որ քրիստոնեական ուսմունքը շատ սխալ է, բուդդիզմը ճիշտ է, շատ ճիշտ է բուդդիզմը, մահմեդականություն քարոզեք, Ղուրան սկսել ես կարդալ արդեն, Սարոյան, թե չէ, հարա, ով ինձ կասի տիրադավ, էնի հայրենավաճառա, խոսքերը չափավորի, Սարոյան, ոչ միայն դու ես տիրադավ, այլ նաև բոլոր նրանք, ովքեր կանգնած մայրաթորի տարածքում, հա, գրստեմ, գխկեմ, քիչամնը մի 100 գրամ քակեն տակները, այդ դրանք էլ են տիրադավ, ամենապիղծ տեսակն ենք, ազգի ամենապիղծ, ամենակեղտոտ, ամենաեղկելի հատվածն եք դուք, է որ մարդ դաժը զզմա թքի ձեր վրա, հասկանում ես ինչ եմ ասում, արա, հա, են որ առած հասկենալու ինչ եք անում և միջազգային մամուլը դա ոնց կմեկնաբանի, ուսուսի տված մեկել ենք մերժենք վեհապարին, Անչի եկեղեցու խնդիրները պետք է անպայման հելնես համողջ աշխարհին ցույց տաս, նոր լուծես, հա? Մեկի կնիկը որ պոռնիկ ալը, մի հելնեմ գոռում են կնիկը պոռնիկ է, թե լուրջ ամփոմա հորանստում, ասում գնա քո պոռնիկությունն արա։ Դուք ինչեք անպայման հելնեմ գոռում, որ մեր եկեղեցին ունի վատ հոգևորականներ։ Հետո դուք օրինակ եք հանդիսանում, մենք էլ նայեմ հասկանում ենք, ոնց կարա վատը լինի հոգևորականը։ Մարդ ով իր ձեռքին
4 անգամ եմ ասում, վերցրել է գավազան, որը ստացել է վեհապարի կողմից, հա? Բայց ասում է վեհապար չի։ Հա մի տիրադավը ես եմ թե դուք։ Հայրենավաճառը ես եմ թե դուք։ Հա? Մի անգամ 10 եպիսկոպոսներից հետ որևիցե մեկը հարց տվել է, ասել է Նիկոլ Փաշինյան, քո նախընտրական ելույթում դու ասում էիր, մեր տղաները պայքարում են Հայաստանի անկախության համար։ Նրանք ոչինչ մեզ 2-3 ամիս կսպասեն Բաքվի բանտերում։ Պայքարում են նրանք։ Մեր գերիներն ուր են։ Ձեր տնից գերի չկա դրա համար, Գևոր։ Հա? Ոչ ձեր, ոչ Կճոյանի։ Արա, բայց չնայած ես խոսում ներվայնանում եմ, բայց իզուր է այս ամենը, չգիտես խի։ Որտեվ ավելի լավ է լուր հետևել ու ոչինչ չանել, բացարձակ ոչինչ։ Դուք ինքներդ ձեզ խայտարակ կմեք, էդ ամենալավ տարբերակ։ Անտիր տարբերակը։ Այ որ Հայաստանում նեղվող հատվածն էլ հայերի հասկնա, որ մի ոչման մի արեք։ Թու իրանց խայտարակեն ոնց որ այսօր։ Են դեմից գրիժա ունեցող դպիրը նակոլկով, պատարակի ժամանակ բջջային հեռախոսով են մկրտություն էր անում հաղորդ, ալո, անող քահանան, դուք ինքներդ ձեզ խայտարակում եք։ Մենք խի պետք է խոսանք ձեր նմանների հետ լեզու թռչենք։ Բայց էլ եմ կրկնում, մեկը շշկրվավ, ասեց, հայրենավաճառ կհանվեմ կլարեմ ձեր հետևից։ Հասկացար Սարոյան, խոսքերը չափավորի, եթե նկատեցիր, մի անգամ ես քեզ քֆուր չարի։ Որոշակի հանգամանքներից ելնելով։ Հասկացար։ Ես քո համար ոչ լրագրող եմ, ոչ բլոգեր եմ, ոչ չգիտեմ նիկոլական բլոգերախեր եմ, որ խոսքի հլեմ Նիկոլի գովտանեմ, ասեմ ապրի Սարոյանը։ Խոսքերը չափավորի կամ մտածի ասելուց առաջ։ Որտեվ եթե դու շարունակես նույն տեմպերով, իմ համար դու Նիկոլից չես տարբերվելու։ Հələ կա մի հատ փոքր տարբերանշան, որի մոտ ես էդի պահում եմ։ Այսինքն, ցես մի հատ գետ է հոսում էլի, գետի այս կողմը դու ես, այն կողմը կապիտուլյանտ Բոզի տղան, ում Սյունիքում մասին ողջույն Բոզի տղա, ում դու ասում ես պարոն վարչապետ։ Հենց այդ գետը ցմքավ, օբրազնի եմ ասում, հարաբերական հասկացողության մեջ։ Հաշվի դուք երկուստ էլ հայտնվում եք այդ գետի մեջ ու ես դες խեղդելու եմ ճղտիդ։ Հասկացանք իրա Սարոյան։ Դες գուշելի խոսալուց մեջ։ Էլի եմ կրկնում, որևիցե մեկը կփորձի ինձ ասի հայրենավաճառ, կամ պիտի ու պիտի տանի, կամ ծծծնելու եմ չալիկ բռնողից մինչև նորածինը։ Երևի ես քանա։